Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կխոսենք շարունակական հակադրվելու ստրատեգիայի մասին։ Շարունակական հակադրվելը վարքային և հաղորդակցական այնպիսի ռազմավարություն է, երբ մարդը գրեթե ավտոմատ ընտրում է դեմ եմ դիրքորոշումը անկախ իրավիճակից, թեմայից և դիմացինի մտադրությունից։ Սա հաճախ ոչ թե գիտակցված ընտրություն է, այլ պաշտպանական մեխանիզմ։ Իսկ ինչ է թաքնված դրա տակ։ Առաջինը՝ ինքնապաշտպանություն, այսինքն վերահսկվելու, արժեզրկվելու և անտեսվելու վախ։ Երկրորդը՝ ինքնության հաստատում, եթե ես չդիմադրեմ, ինձ չեն նկատի։ Մյուսը՝ իշխանության պայքար, և հաջորդը՝ մանկության փորձ, երբ լսելի լինելու միակ ձևը դիմադրությունն էր։ Հոգեբանական տեսանկյունից սա հաճախ կապված է հակազդեցության երևույթի հետ, այսինքն մարդը ներքին լարվածություն է զգում և իրեն թվում է, թե փորձում են սահմանափակել իր ազատությունը։ Իսկ ինչպես է արտահայտվում։ Ամեն առաջարկի մեջ առաջինը նկատվում է թերությունը։ Այո, բայց արտահայտությունը դառնում է հիմնական պատասխան։ Խորհուրդների նկատմամբ դիտվում է դիմադրություն։ Քննադատական, հաճախ սարկաստիկ շեշտադրում, միշտ վեճի պատրաստ վիճակ։ Արտաքինից սա գուցե թվա ուշ, բայց ներսում հաճախ կա խոցելիություն։ Շարունակական հակադրվելու ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է հարաբերությունների լարվածության, ինքնամեկուսացման, չլսված և չհասկացված լինելու զգացման, ներքին քրոնիկ լարվածության։ Մարդը կարծես անընդհատ պատերազմի մեջ է նույնիսկ այնտեղ, որտեղ պատերազմ չկա։ Երբ մարդը սկսում է գիտակցել իր հակադրվելու ավտոմատ ռեակցիաները, նա կարող է հարցնել նախքան հակադրվելը, համաձայնել մասամբ, իր սահմաններն արտահայտել առանց պայքարի, հասկանալ, որ համաձայնությունը ինքնության կորուստ չէ։ Ինքներդ ձեզ ստուգելու համար կարող եք տալ հարցեր. Երբ եմ ամենաշատը հակադրվում, ում հետ և ինչ թեմայով, ինչ եմ զգում, գուցե վախ, զայրույթ, անարդարության զգացում, ինչ եմ փորձում պաշտպանել, կարող եմ արդյոք իմ դիրքորոշումն արտահայտել առանց դիմացինին ջախջախելու։ Հակադրությունը երբեմն դիմակ է, որի տակ ապրում է ընդունված լինելու կարիքը։ Երբ ամեն ինչին հակառակվում ես, իրականում ոչ թե պայքարում ես մարդկանց դեմ, այլ քո ներսի չլսված մասի հետ։